Համեցեք, պարոն Օգտարյան։ Շնորհակալություն։ Ափսոս պարոն Քոչարյանը գնաց, հարգելի գործընկերներ, ամեն անգամ, երբ որ խոսքը գնում օրինակ չունեմ քաղ բանդարգյալների կամ կալանքի մասին, ձեր մոտ չեմ ուզում հավատամ, որ դա դուք չեք պատկերացնում ինչ է նշանակում կալանք ու ինչով է տարբերում ինքը վճռից հետոին, մի բան հիշեք, կալանքի ժամկետում քրեական գործողություններ, որը նաման ավանդ հին ամսաթվերի աշխատանքների մասին է, այդ ժամանակ չի լինում, երբ որ մենք ասում ենք, չգիտեմ, մանկահասակ երեխա կամ եւ այլն, ոչ մեկ ձեզ չի ասում, ով որ Հայաստանի Հանրապետությունում կատարել է հանցանք, իրեն մեղադրանք մի առաջարկեք կամ քրեական վարույթ մի նախաձեռնեք։ Խոսքը ընդամենը գնում է ժամանակավոր կալանավորման մասին։ Խնդրում եմ, այս մասը հիշեք եւ ելի եմ կրկնում, որովհետեւ մեկին այդ առումով չի տիրախավորում։ Նույն դեպքը ելի իհարկե կարծես դրոշակ է դարձել, բայց իմ պարագայում նույն բանը կարող եք ասել, թե ինչի գնացին այստեղ, իրականում այդ ենթադրյալ հանցագործությունը, որ քննչական կոմիտեի նախագահան Դադախազը ասում էին, բարձվեց ճիշտ չի, մեղմ ասած։ Փորձեմ շատ հագիստ, այստեղ խոսեցին հաջողակ բիզնեսների մասին, ագամայից մտքիս եկավ 8 թիվը, Նարեկ Նալբանդյանը, դու ասեցի լավ այդ մասին չխոսեմ։ Եվրոպական, Եվրոպա գնացող հարգելի քաղաքական ուժ։ Ադրբեջանի հետ ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի մեջ կետ եք նշել, ըստ որի թե մենք ենթադրում եմ հույս ունեմ նաև թե իրենց հայցադիմումները պետության կողմից հետ են վերցնելու։ Ափսոս պարոն Փաշինյանը չստացվեց այդ հարցը ուզում էի իրեն տալ, ուզում եմ հասկանամ, Հայաստանի Հանրապետության իրականությունը մեզ ցույց է տվել, որ SMS-երով հնարավոր է կարծես թե դատավորներին կառավարել, SMS-երով հնարավոր է կարծես թե ասել, որ դատավորը ինչ որոշում կայացնի։ Ուզում եմ հասկանամ հիմա մարդկանց իրավունքները, որ փաստացի ոտնահարում ենք, որովհետև մեր հայրենագիստերը հույս են տրել մեր վրա դիմումները ներկայացնելու պետության կողմից։ Արդյոք սա նշանակում է, որ պարոն Փաշինյանի ձեռքերը եվրոպական դատարանի դատավորներին չեն հասնելու, թե չէ։ Կարճ անդրադարձ անեմ պարոն Գաբրելյան, ձեզ իմ խոսույթը եւ ելույթը կապված նրա հետ թե կառավարությունը ինչ որոշում է կայացնում, ազգային ժողովը ինչ որոշում է կայացնում, իմ խոսույթը ընդամենը ոչ թե իրավական էր, այլ վերաբերում էր նրան, որ ցանկացած տեսակի որոշում ձեր խմբակցությունում կայացվում է միանձնյա, այսինքն ազգային ժողովի ծերմը ասել է կառավարվում միայն ու միայն իր կողմից, կառավարությունն էլ միանշանակ։ Այստեղ չեմ հիշում պատգամավորներից ով էր, բայց չեմ սխալվում, այս կողմն է նստում, խոսք գնաց Շվեյցարիայի մասին, բերված իմ օրինակի մասին ու Եվրոպա գնացող թիմը կարծես թե դուրս չի գալիս Շվեյցարիայի պես երկրի կատարված բարեփոխումը, որը վերաբերում էր հարգային արտոնություններին ու բանակցություններին իր քաղաքացիների հետ, այստեղ ամենակարևոր հարցերն էր, որ պետական մարդիկ վստահում են պետական պաշտոնյաներին։ Հաջորդը իմ սիրելի քաղաքի մասին է, որը նաև ամենացավոտ թեման է, 1988 թվականից անցել է շուրջ 40 տարի։ Շիրակի մարզը, Գյումրին դեռևս համարվում են աղետի գոտի։ 18 թվականի հայտնի իրադարձություններից հետո կարող ենք միանշանակ ասել, որ որպես կանոն ձեր կողմից Շիրակի մարզի Գյումրիի համար որևիցե բան չի կատարվել։ Ինչպես կասեր դասականը 2018 թվական Գյումրի 0 բնակարան, 2019 թվական Գյումրի 0 բնակարան, 2020 թվական Գյումրի 0 բնակարան, 2021 թվական Գյումրի 0 բնակարան, 2022 թվական Գյումրի 0 բնակարան, 2023 թվական Գյումրի 0 բնակարան, 2024 թվական Գյումրի 0 բնակարան, 2025 թվական Գյումրի 0 բնակարան, 2026 թվական իհարկե Գյումրի 0 բնակարան։
Հետաքրքիր տենդենս կար նաև կապված Գյումրու ընտրություններից հետո, երբ որ խոսում եք ժողովրդավարության մասին, Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ չհաղթեց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Դրանից հետո իշխանության կողմից կատարված ցանկացած աշխատանք քինախնդրություն ու վերեշխնդրության էր նմանվում։ Օրինակ Գյումրու տոնը գումար չհատկացվելու պատճառով Գյումրու տոնը իրականացվեց Տաշիր բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Ասեմ ավելին, ենթադրում եմ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երկրի վարչապետը չի շնորհավորում հայրաքաղաքի տոնը։ Եթե չեմ սխալվում, քաղաքի ներկայացուցիչները նույնպես այստեղ միգուցե սխալվում եմ, նախապես հայցում եմ ձեր ներողությունը։ Շատ շնորհակալություն։ Բայց խնդրում եմ չգաք հաջորդ ելույթով, եթե անդրադառնաք իմ ելույթին, չանդրադառնաք քրեական առկա վարույթներին, ելի եմ կրկնում, ցանկացած անձ, ով կատարել է ոչ իրավաչափ գործողություն, պարտավոր է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն կրելու իր պատիժը։ Հիմա խոսում եմ ես ընդամենը իշխանության վերաբերմունքի մասին, որը ուղղված է հայրաքաղաքին։ Հաջորդը ամանորյա տոները։ Տաշիր բարեգործական հիմնադրամը մեր ձևով շարժման կողմից իրականացվեց հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ քիչ գումար էր նախատեսված քաղաքը զարդարելուն, մեր կողմից իրականացվեց գեղեցիկ զարդարանք։ Ու հետաքրքիրն ինչն էր, փոխանակ ավելի լավն անեին, մեկ փողոց ավելի լավ զարդարվեր իշխանության կողմից, ընդամենը խոսույթ այն մագարտակի էր, որ վերել են արշուկներ են դրել, չգիտեմ ինչեր են արել, բայց իրականում իրենք էլ կարող էին բերել օրինակ կոգորտիլոսներ դնել, փափուկ կոգորտիլոսներ։ Սա Գյումրու մասին։ Ասֆալտապատման մասին, երբ որ խոսում եք ասֆալտի մասին ու կատարված նաև աշխատանքների մասին, առաջարկում եմ իմ գործընկերների հետ գնանք եւ տեսնենք Գյումրու Շիրակի մարզի միջհամայնքային փողոցներից Գյումրի Պայանդուր, Գյումրի Այգաբաց, Գյումրի Մարմաշեն հատվածները։ Այսօք այնտեղի ասֆալտը, որը շուտ է արվել, ոչ վաղ անցյալում է արվել, ավելի ճիշտ կներեք, խնդիր ունի, թե չէ։ Հաջորդ խնդիրը, որ կուզեմ խոսել գյումրեցիների Շիրակի մարզի բնակիչների անունից, դա կոմունալ վճարումներն են։ Հարգելի հայրենակիցներ, հարգելի նաև Երևանաբնակ հայրենակիցներին։ Ձեր մոտ Երևանում դուք կոմունալ վճարումներն իրականացնում եք, վճարում եք 4 կամ 5 ամիս։ Մեր մոտ մարզում այդ խնդիրը շատ լուրջ է դրված, որովհետև մեր մոտ կարող ենք ասել, որ 8-ից 9 ամիս բնակարանները ենթակա են տաքացման։ Ասֆալտապատման մասին։ Ասֆալտ, որ ասում են, ես էլ անկախ իմ կամքից 88 սուպերմարկետ ցանցերի ու Նարեկ Նալբանդյանի պես ոնց որ աչքից գալիս է կազմակերպության մասով Վաղամերիկ Եվրո ասֆալտը, բայց ինձ մի հարց է հետաքրքրում։ Մի ժամանակ երկրի բոլոր տենդերները իրականացվում էր Եվրոասֆալտի միջոցով։ Հիմա եթե չեմ սխալվում, Եվրոասֆալտը լուծարման փուլում է, ու այստեղ ամենակարևոր հարցն է առաջանում, թե պայմանագրային հիմունքներով տրամադրված երաշխիքները, ընթացիկ սպասարկումները ով է անում, թե ուղղակի հերթական անգամ նոր տենդեր ենք նշանակելու եւ կբնենք պետական բյուջեին։ Ունենք տարածքային զարգացման հիմնադրամ, պարոն Պաղինյանը, հիմնադրամի տնօրեն, ասեմ, միգուցե նաև կարող է նորություն լինի, Գյումրիում կան փողոցներ, որոնք վերակառուցվել են տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, սակայն շուրջ 2 տարի այդ փողոցները հանձնված չեն։ Խնդիրները իրականում չափից ավել շատ են կախված որակի տրամադրվելիք տենդերների մասով, որովհետև օրինակ Ախուրյանում այդ ինֆորմացիան ավելի հստակ ու փաստաթղթային կներկայացնեմ, ունեցել ենք մրցույթ, որտեղ 230 միլիոն դրամ տրամարժեքով, որ մրցույթը հաղթել էր, տենդեր իրեն չեն տվել եւ տվել են 270 միլիոն դրամ առաջարկողին։ Իմ համար նաեւ զարմանալի էր Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որը 30 վայրկյան խնդրում եմ ավել խոսեմ, որը խոսում էր
Գյումրիում տիրող իրավիճակի մասին իմ համար այնքանով էր զարմանալի, որ ինչպես ասում են, իշխանությունն ուներ ներկայացուցիչներ, իշխանությունն ուներ մարզվետ ու առնվազն անհասկանալի էր նման դիսկորոշումը։ Երեք շատ խոսվեց նաև Սուրբ Գրքի մասին, Սուրբ Գիրքն ասում է, 15 վայրկյան խնդրում եմ, Սուրբ Գիրքն ասում է, ով ասում է, որ սիրում է Աստծուն, բայց հաշտ չէ իր նմանի հետ, սուտ է խոսում, չես կարող քո նմանի հետ հաշտ չլինել, բայց Աստծուն սիրել։ 10 վայրկյան ունեմ, Չէ, վաղուց ավարտվել է։ Վաղուց ավարտվել է, շնորհակալություն։ Ավարտեք։